Տաշիրցի Լև Աբասյանը առաջիններից էր, որ եկել ու Վանաձորյան դահլիճում սպասում էր Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին։ Դուք միշտ եղել եք Քոչարյանի կողմնակից։ Ես եղել եմ մարդ, ես մնացել եմ մարդ, մնացած ջում չեմ։ Ես սովորական մարդ եմ, ոչինչու։ Վանաձորցի Սիլվա Կազազյանն էլ եկել էր այն համոզմամբ, որ երկրորդ նախագահի վերադարձով քաղաքի տասնամյակներով լռած գործարանները նորից շունչ կառնեն։ Բոլոր գործարաններին ինքը հրամանտվեց, ճիշտ ասել, շնորհացա, բայց պետք է իրանց հզորությունները առնվազն 10%-ի չափով աշխատեն, եւ բոլորը աշխատեցին եւ աշխատավարձի ժամկետից պարտքերը վերացավ։ Ամեն դեպքում ինքը վերականգնեց Հայաստանին ու աճացրեց, զարգացրեց։ Այդ այո չեմ կարող ասեմ, որից հետո ինչ տեղի ունեցավ։ Տեսնեք ոնց է պահել։ Իսկ նախընտրական հանդիպման առանցքում իշխանությունների կոշտ քննադատություններ։ Քոչարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցրեց սուր ու վիրավորական գնահատականներ, նրան անվանելով սպառնալիք երկրի համար։ Քաղաքացիներից մեկի հարցին, թե ընտրվելու դեպքում որոնք են լինելու առաջին 3 քայլերը, Քոչարյանն առանձնացրեց անվտանգությունը, համաչափ զարգացումն ու թունավոր մթնոլորտի վերացումը։ Անվտանգություն, տնտեսությունը, բայց ոչ միայն զուտ տնտեսություն, այլ տնտեսությունը կապել երկրի համաչափ զարգացման հետ եւ երրորդը վերացնել այն մթնոլորտը, որ այսօր թունավորում է յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացու։ Շնորհակալություն։ Աղետի գոտու խնդիրն այսօր էլ արդիական էր, բնակիչներից մեկը հիշեցրեց պետական ֆոնդը վերականգնվել, բայց գյուղերում դեռ 88-ի երկրաշարժից տուժած 600 ընտանիք փոխհատուցման է սպասում։ Երկրորդ նախագահը, ում օրոք եղել են Աղետի գոտու վերականգնման հիմնական ծրագրերը, բայց եւ շինարարության որակն ու ծրագրերի արդյունավետությունը մինչ օրս քննադատության թիրախում են, զարմացավ, նշելով, թե տեղյակ չէր չլուծված խնդիրների մասին։ Անկեղծ ես չգիտեի, որ 600 ընտանիք մնացել է։ Իմ ինֆորմացիայով ինձ թվացել է, թե Սպիտակում մենք ամբողջությամբ հարցը փակել ենք։ Եթե մնացել է, ուրեմն դա պարտք է մնացել։ Ես պարտք եմ Սպիտակին այդ հարցը անպայման լուծվելու է։ Խոսեց նաև Վանաձորի արդյունաբերական հսկայիքի գործարանի մասին, որն արդեն 15 տարի է սնանկացման ու փակման փակուղում է։ Քոչարյանը շեշտեց արտադրության կարևորությունը, սակայն այդպես էլ չհստակեցրեց, թե ինչու հենց իր պաշտոնավարման տարիներին չհաջողվեց կանխել գործարանի անկումը։ 2000-ականներին այն մեծ ընդհատումներով է աշխատել, 2011-ին վերջնականապես փակվել մեծ պարտքերով ու սնանկացած։ Այսօր չեն աշխատում, ես այն ժամանակ շատ ակտիվ փորձում էի աշխատացնել եւ մասամբ որոշ արտադրամասեր այն ժամանակ աշխատացրին կորունդի ցեխը, գարբիտի, նույնիսկ կար ժամանակ մելամինը աշխատեց։ Հետո այդ ամեն ինչ փակվեց։ Պետք է փորձենք աշխատատեղեր ստեղծել եւ հաշվի առնելով ձեր բնությունը պիտի փորձենք ամեն ինչ անել, որ նաեւ դառնա լուրջ տուրիստական կենտրոն։ Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե գործող իշխանությունն ուռճացնում է պատերազմի վտանգը ընտրողներին վախեցնելու համար։ Վարչապետն ու թիմակիցները պարբերաբար զգուշացնում են Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի ու Գագիկ Ծառուկյանի ընդդիմադիր ուժերը փորձելու են վերանայել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը, իսկ դա աղետալի պատերազմի առիթ կարող է դառնալ։ Պատերազմի վտանգը իրենք ուռճացնում են մեկ նպատակով այդ մահակը ձերքին ունենալու, ձեր կամքի վրա ազդելու վրա, ձեզ ճնշելու վրա, ինչ չեն վախեցնում, ձեզ են վախեցնում։ Երկրորդ նախագահը խոստացավ ընտրվելու դեպքում երաշխավորված խաղաղություն բերել այլ երկրների ներգրավվածությամբ։ Այս իշխանությունը չի ուզում երաշխավորված խաղաղություն։ Ասում են մենք Ալիևի հետ պայմանավորվել ենք, արդեն խաղաղություն է, տենց հա չէ ասում։ Ասում արդեն խաղաղություն է, այս Ալիևի հետ պայմանավորվել է, բայց Ալիևը վաղը որ մտափոխվի, ինչ ես անելու։ Իսկ ինքը չի ուզում այսպիսի խաղաղություն, քանի որ ինքն է պայմանավորվել Ալիևի հետ։ Այդ խաղաղությունը պարտադիր կերպով sense սվարկայով կապված լինի իր անվան հետ, որ ինքը երբ գան ընտրական ինչ-որ ցիկլեր, ինքը կաղնի ասի, բայց այս խաղաղությունը իմ հետ է կապված։ Խաղաղությունը փորձում է սարքել իր ազնական բրենդը։ Մինչդեռ իր ազնական բրենդը դա պատերազմն է եւ արհավիրքները։
Ալավերդի դաշնակցական Ռաֆիկ Ղազինյանը հորդորեց ընտրվելու դեպքում առաջին հերթին փոխել սահմանադրությունն ու վերադառնալ կիսանախագահական կառավարմանը։ Քոչարյանը համաձայնեց. Կարճ ժամանակ ձեր ընտրվելուց հետո արդյոք խորհրդարանը սահմանադրական փոփոխություն կանի եւ դուք կդառնաք նորից խորհրդարանի կողմից թեկուզ ընտրված, բայց կիսանախագահականի լիազորություններով նախագահ, որտեղ ներբասած վարչապետի պաշտոնը ձեր հագորքերի ցավոտ։